ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում իր գործունեության 30-ամյակի առթիվ Դիլիջանում կազմակերպել էր հոբելյանական միջոցառում, որը նվիրված էր հումանիտար ականազերծմանն ու համայնքի անվտանգությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հետ համատեղ, նպատակ ունենալով ընդգծելու գործունեության ձեռքբերումները և վերահաստատելու ավելի անվտանգ ու դիմակայուն համայնքներ կառուցելու հանձնառությունը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում կարևորել է Հայաստանի հետ գործակցությունը ընդգծելով. Այս տարեդարձը ոչ միայն ՄԱԶԾ-ի և Հայաստանի կառավարության ու ժողովրդի երկարամյա գործընկերության արդյունքն է, այլև մեր համատեղ հանձնառության վերահաստատումը, հանուն կայուն զարգացման և համայնքների անվտանգության։ Տավուշում և ամբողջ երկրում մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր համայնք լինի հզոր, դիմակայուն և ականների սպառնալիքից ազատ։ Մենք երախտապարտ ենք հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին և Տավուշի մարզպետարանին ամուր գործակցության համար և ակնկալում ենք շարունակել մեր համատեղ ջանքերը ավելի անվտանգ Հայաստան կառուցելու համար։ Ըստ Նացվլիշվիլիի պատահական չէ, որ հոբելյանական միջոցառումը կազմակերպվել է հենց Տավուշում, քանի որ մարզում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերն իրականացրել են բազմաթիվ կարևոր ծրագրեր սոցիալ-տնտեսական զարգացումից մինչև գենդերային հարցերի առաջմղում, կլիմայի փոփոխության դեմ պայքար և ականազերծում։ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Գուշչյանն էլ նշել է, որ այս գործակցությունը մեծ նշանակություն ունի մարզի համար։ ՄԱԿ-ից Հայաստանում ներկայացված գործակալություններից, ինչպես գիտենք, ամենամեծ պորտֆել կառավարողն է եւ այդ իսկ պատճառով ամենաշատ ծրագրեր իրականացնողն է եւ Տավուշի մարզը նույնպես անմասն չի մնացել այդ ծրագրերից եւ այդ բոլոր ծրագրերի նպատակը մեկն է վերացնել աղքատությունը եւ այդ նպատակին էլ համահունչ է բոլոր ծրագրերը եւ ես կցանկանամ այդ ծրագրերից առանձնացնել այդ ներդրումներից ոչ միայն նյութականը, այլ մեզ համար էլ ավելի կարեւոր է որպես լավագույն փորձի ներդրում եւ որ այդ փորձը այդ ներդրումները լինում են շարունակական եւ տարածում են գտնում, որն էլ նպաստում է մեր տնտեսության զարգացմանը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, նշելով, որ մարդասիրական ականազերծումը շարունակում է մնալ համայնքների անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մենք արդեն երկրորդ տարին սահմանազատման սահմանագծման գործընթացին զուգահեռ այն հատվածները, որոնք որ արդեն իսկ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության տարածք կա, այդ հատվածներում մենք արդեն սկսել ենք ականազերծման աշխատանքները, բավականին բարդ աշխատանքները, որովհետև խիտ ականադաշտեր է։ Բացի դա շատ տեղերում մենք իրազեկում ենք իրականացնում, հատկապես այն կոնֆլիկտային տեղերում, վտանգավոր տեղերում, որտեղ բնակչությունը մոտ է այդ աղտոտված տարածքներին, որպեսզի մենք դժվարներ չունենանք։ Ըստ էության կարող եմ ասել, որ այդ մեր աշխատանքների արդյունքում դեռևս մենք դժվարներ չունենք, մարդիկ իրազեկված են, զուգահեռ իրականացնում ենք նաև ականազերծման աշխատանքներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև քայլերով փոփոխությունների միջոցով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի 30 տարիները Հայաստանում վավերագրական ֆիլմը, որն ամփոփել է կազմակերպության 3 տասնամյակի ձեռքբերումները։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից անցկացվեցին ինտերակտիվ վարժություններ և իրազեկման սեսիաներ, ուղղված ականների և պայթուցիկ զինամթերքների վտանգների ճանաչմանն ու դրանցից զերծ մնալու հմտությունների ձևավորմանը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնությունները շարունակելու են աջակցել այն համայնքներին, որտեղ դեռ առկա են չպայթած զինամթերքի սպառնալիքներ, նպաստելով գյուղատնտեսական հողերի վերադարձին շրջանառություն և ապահովելով մարդկանց իրավունքներն ապրելու անվտանգ միջավայրում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։